Օրերս անդրադարձել էին Գյումրու-Ղարսի խճողու անմխիթար վիճակին, չնայած ճանապարհաշինական ակտիվ սեզոնին ճանապարհի կիսատ մնացած հատվածում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում, իսկ վարորդները շարունակում են օգտվել դժվար անցանելի ճանապարհից։ Պարզելու համար, թե ինչու է հիմնանորոգումը կանգ առել, գրավոր հարցումներ էին ուղարկել նախ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։ Նախարարությունից տեղեկացրին, որ հիմնանորոգման ծրագրում ընդգրկված է M7 միջպետական նշանակության նշված ճանապարհահատվածը, որն իրականացվում է 2 փուլով։ Նախարարության փոխանցմամբ առաջին 617 մետրանոց հատվածի համար ներկայումս հայտարարված է շինարարական աշխատանքների գնման մրցույթ, իսկ երկրորդ 900 մետրանոց հատվածի աշխատանքները մեկնարկել են 2025 թվականին, թեև նախատեսվում էր դրանք ավարտել նույն տարվա ընթացքում, գործընթացը ձգձգվել է։ Գերատեսչությունից վստահեցնում են, որ անհրաժեշտ ֆինանսավորումը նախատեսված է եւ համապատասխան ընթացակարգերից հետո շինարարությունը կվերսկսվի։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչեւ 2026 թվականի վերջը։ Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ հետաքրքրվել էինք աշխատանքների դադարեցման պատճառներով, մեզ փոխանցվել էր, որ ձգձգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ճանապարհի տվյալ հատվածում աշխատանքներ պետք է իրականացներ Գազպրոմ Արմենիան։ Ընկերության ներկայիս գրավոր պատասխանից սակայն պարզ է դառնում, որ այն ոչ միայն 2025 թվականին նման աշխատանքներ չի իրականացրել, այլև 2026 թվականի համար եւս նման ծրագրեր չունի։ Թե ինչու էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը աշխատանքների ձգձգումը կապել Գազպրոմ Արմենիայի հետ, գրավոր հարցման տեսքով նախարարությունը չի անդրադարձել։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։